Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր տաղավարում զրուցել եմ տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ Արմեն, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Այսօր մենք կզրուցենք տարածաշրջանային զարգացումներից, բայց մինչև բուն թեմաներին անդրադառնալը կուզեմ սկսել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակության այցից Երևան, արդեն հաստատվեց, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է Շահին Մուստաֆայևը եւ ենթադրաբար խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովին։ Դրանպես խնդրեի ներկայացնել այցի նշանակությունից ձեր ակնկալիքների մասին եւ արդյոք հնարավոր է որևէ արդյունք սպասել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում նշել, որ մեր պատվիրակության Ադրբեջան կատարած այցի եւ փորձագիտական քննարկումների ընթացքում դեռևս նշում է, որ հնարավոր է սահմանազատման հանձնաժողովների ուրեմն գործունեության շարունակականություն դրսևորի մինչև Հայաստանում ընտրությունները, որտեղ քննարկումներում մեծ պայմանականություն կար տարբեր նախագծերի հետ կապված եւ շատ բաներ կապվում էին Հայաստանում ընտրությունների արդյունքների հետ, բայց հենց կոնկրետ այս հանձնաժողովի աշխատանքների մասով կարծես թե նկատել էր, որ կային պայմանավորվածություններ եւ տեսնում ենք այդ պայմանավորվածությունների իրականացմանը սահմանազատման խնդիրներից բացի կարծում որ նաև որոշ տնտեսական հարցեր եւս քննարկվեն հատկապես Հայաստանից որոշ ապրանքատեսակների արտահանման տեսանկյունից եւ իհարկե կոնկրետ ինչ որ հարցերի մասով չեմ կարծում որ կողմերը կհանգեն պայմանավորվածության, որովհետեւ կրկնում եմ այնուամենայնիվ Հայաստանում ընտրությունները Ադրբեջանում կոնկրետ ինչ որ քայլերի պայմանավորվածությունների գնալու առումով որոշակի այսպես խոչընդոտներ են առաջացնում եւ դա նկատել էր նաեւ մեր այցի ընթացքում եւ կարծում եմ որ կոնկրետ պայմանավորվածությունները դժվարթել են սահմանազատման հետ կապված տնտեսական նոր ուրեմն տնտեսական ոլորտում կամ առևտրի երկում առևտրի մասով գուցե որոշակի նոր պայմանավորվածություններ լինեն, բայց սահմանազատման մասով չեմ կարծում։ Արմեն, կուզեի հարցնել ժամանակացույցի թայմինգի առումով Մուստաֆայևի այցը նախորդին համատեղ հանձնաժողովի նիստեր հայ-թուրքական պատվիրակությունների միջև կարծում եւ որ նայում ես երկու պատվիրակությունների նախորդ հանդիպումներն էլ նույն սահմանային հանձնաժողովների հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական եղել է նախորդ տարի նոյեմբերին։ Այսինքն սրանք կարծեք թե զուգահեռաբար են ընթանում։ Սա զուգատիպություն է ձեզ, թե տեղավորվում է այն տրամաբանությունը, որ Ադրբեջանը միշտ ասում է, որ այս գործընթացները նրանք ցանկանում են Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա միաժամանակ տեսնել կամ միաժամանակ որ ընթանան։ Ընդհանուր գործընթացները միաժամանակ ընթանալու են եւ կարծես թե տրամաբանությունն էլ այնպեսին է, որ հանգուցալուծումները եւս կամ անմիջապես հաջորդափար են լինելու կամ էլի զուգահեռաբար ընթանալու են գուցե նաեւ միաժամանակ, այսինքն թե Թուրքիա-Հայաստան վերջնական կարգավորման եւ թե Ադրբեջան-Հայաստան վերջնական կարգավորման մասով։ Բայց այդտեղ թայմինգի հարցը իմ կարծիքով այլ առումով է կարեւոր, որտեղ առաջիկա օրերին Երևանում շատ կարեւոր միջազգային նշանակության միջոցառումներ են տեղ ունենալու եւ կարծես թե հաստատված չէ, ամեն դեպքում չեմ նկատել ադրբեջանական եւ թուրքական կողմից մասնակցությունների մասով որևէ հաստատումներ չկան։ Իսկ Հայաստանում այդ միջոցառման բովանդակային թեմաներից մեկը բնականաբար լինելու է տարածաշրջանում հաստատված խաղաղության օրակարգը եւ որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան կոնկրետ գործնական քայլեր ցույց տան եւ այսպես որտեվ գոնե Թուրքիայի մասով արդեն խորը լճացման փուլ ենք մտնում, որտեվ անընդհատ խոսում է ինչ որ դրական քայլերի մասին, բայց այդ քայլերը շոշափելի քայլերը, պայմանավորություններ, որոնք դեռևս 2022 թվականին են ձեռք բերվել, դրանք տեղի չունենում։ Որպեսզի ինչ որ ակտիվ գործընթաց եւ նաեւ ներկայացվի, իսկ Ադրբեջանի պարագայում էլ անընդհատ այսպես զարգացում ներկայացվի, դրա համար ես կարծում որ այս այցը եւ նաեւ հանդիպումը կարծում տեղ ունեցավ որոշակի տեղեկություններ ունեմ նաեւ կարծում ընթացած բանակցություններից։ Խնդրեմ հա, իրենք շատ դրական ֆոնի ներքո են անցել եւ կոնկրետ թուրքական կողմից կան այսպես ասեմ, պլանավորված քայլեր
որոշակի ժամկետում իրենց տնային աշխատանքը իրականացնելու։ Այսինքն սա էլ խոսում է մի կողմից այն մասին, որ այս process-ում էլ Թուրքիան ցույց է տալիս, որ մենք մեր քայլերն անում ենք կոնկրետ օրինակ երկաթգծի մասով, որտեղ քննարկումն էլ այդ թեմայով է։ Բայց դուք դեռևս ձեր խնդիրներն եք, դուք դեռ ռուսների հետ չեք կարող պայմանավորվել, հա։ Ինչ առումով։ Երկաթգծի շինարարության հետ կապված այդ պակաս հատվածների ուրեմն միացման, հիմնական գծերին միացման եւ նաեւ երկաթգիծ օրինակ մինչև Թուրքիայի սահման հասնելու հետ կապված կամ նույնը նաեւ Ադրբեջանի մասով դեպի Նախիջևան։ Այսինքն իրենք ինչ որ քայլեր անում են, որպեսզի կարողանան դիսկուրսի դեպքում իրենց հիմնավորումները ներկայացնել։ Իսկ տվյալ դեպքում կան որ կրկնում Երևանում կարևոր միջոցառումներ են տեղ ունենալու, այստեղ իմ կարծիքով նաև իրենք օրակարգը իրենց քայլերով հագեցնելու քարոզչական օրակարգը, հա, էլի ինչ որ քայլեր են իրականացնում եւ այդ ձեր նշած օրինակները հենց այդ համատեքստում են։ Բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ ինչպես դուք էլ նշեցիք, դեռևս տեղեկություն չկա, թե ինչ մակարդակով են մասնակցելու, որովհետև իրականում նաև քննադատություն չասեմ, բայց նաև կարծիքներ են հնչում, որ եթե գործընթացը գնում է փոխվստահության մթնոլորտում, ինչպես Հայաստանը ցանկանում է դա տեսնել, ապա նաև պետք է ընդառաջ քայլեր արվեն։ Ճիշտ է, այս անգամ օրինակ Անտալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստան փոխարտգործնախարարի մակարդակով էր, մինչև այդ արտգործնախարի, բայց այնուամենայնիվ բարձրաստիճան պաշտոնյաների տեսքով, դեմքով մենք գնացել Թուրքիա եւ փոխադարձություն չենք նկատել, հետեւաբար սա գուցե լավ առիթ էր, որ նրանք ցույց տային գոնե արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Երբ ես նշում էի Ադրբեջանի պարագան որոշակի տեղեկատվություններ կասելու մեր այցից, ես վստահեցնում որ միևնույն հաշվարկները կան նաեւ Թուրքիայի դեպքում։ Այսինքն այնուամենայնիվ նրանք էլ սպասում են ընտրություններին եւ այս համատեքստում շատ կտրուկ քայլերի չեն գնում։ Քան իրենց բանակցային դիրքերը կարծես թե չեն ավելի թույլացնում, հա, կամ գործընթացնել այնպիսի շրջափուլ չեն տեղափոխում, որ հետո իրենց համար կարող է խնդրահարույց լինել։ Չեն ամրագրում ինչ-որ, օրինակ եթե սահմանը բացվում են, հետո փակելը մի քիչ ավելի բարդ կլինի։ Հիմնավորումները մի քիչ ավելի դժվար կլինեն գտնել, էլի, մանավանդ երբ որ իրենք էլ հակված են խաղաղության։ Այդ համար պահում են իրենց ձեռքին բոլոր գործիքները, անհրաժեշտության դեպքում դրանք եթե Հայաստանում տեղ ունենում իշխանափոխություն հաջորդ իշխանության վրա օգտագործելու, եթե ներկա իշխանությունն է այլ պայմանավորություններ ձեռք բերելու կամ եղած տարբեր նախագծերի մասով իրենց համար ավելի ընդունելի լուծումներ, ուրեմն լուծումների հասնելու համար։ Այնպես որ կարծում որ սրանով է պայմանավորված, որ Թուրքիա եւ Ադրբեջան կրկնում բավականաչափ այսպես ներդաշնակ մոտեցման, սինխրոնիզացված մոտեցման են գործում Հայաստանի հետ կարգավորման ուղղությամբ։ Քայլեր անում են, բայց դրանք այն անդառնալի կամ իրենց բանակցային դիրքերը միայն ուժեղացնող, այլ ոչ թե իրենց գործիքներն ու խաղակարտերը սահմանափակող քայլեր են անում։ Պարտավորեցնող քայլեր չեն անում։ Ինչպես ասում են, հարակից մեկ թեմայի, դեպ երբ որ եղավ կայացավ Քարսի հանդիպումը, բավական հետաքրքիր էր, որ բավական դրական արձագանքեց Վաշինգտոնը, Միացյալ Նահանգները, թե Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան, թե նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարակը դա պատմական հաջողություն համարեցին եւ խոսվեց Հարավային Կովկասում նոր ձևավորվելիք իրականության մասին։ Կուզեի նշել ինչպես եք բացատրում եւ ինչպես կմեկնաբանեք Միացյալ Նահանգների այս դրական կամ ակտիվությունը այս հարցում։ Երկու մակարդակում ես էլ անկեղծ ասած երբ որ կարդացի առաջին անգամ նման հայտարարություն եւ նման արագ արձագանք շատ անակնկալ էր։ Երկու բացատրություն կա, մեկը Բրյուսելն էլ միացավ այդ հայտարարության։ Երկու եւ տրամաբանական է։ Երկու հիմնական բացատրություն կարող եմ ներկայացնել երկու մակարդակում։ Առաջինը նախ այն, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը 2025 թվականի օգոստոսից հետո նոր դերակատարում է ստացել մեր տարածաշրջանում
եւ չնայած ուղղ այդ մասին չի խոսում, չնայած շատ մեծ հարցականներ կան եւ հատկապես քարոզչական մակարդակում շատ է կասկածի տակ դրվում օրինակ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի մասով, որտեղ շատ մեծ են թերահավատությունները եւ դա նաեւ գալիս է նրանց, որ կոնկրետ պարտավորություններ չեն ստանձնում։ Մինչեւ հիմա օրինակ քննարկում է Միացյալ Նահանգները օգոստոս 7-ին վկայել թե միջնորդ, չնայած որ իրենց բոլոր փաստաթղթերը հենց նույն ուրեմն Միացյալ Նահանգները հենց նույն ներգրավվածությունն է ամրագրում, հա, բոլոր միջնորդական ձևաչափերում։ Առաջինը դա է, երկրորդը տարածաշրջան ձևավորած իրավիճակն է, որտեղ այնուամենայնիվ Իրանի դեմ պատերազմը, երբ որ քննարկում էր տարբեր տարածաշրջաններում ազդեցության մասով, օրինակ Հարավային Կովկասում, ընդ որում ոչ միայն Հայաստանում կամ Ադրբեջանում, այլ նաև միջազգային փորձագիտական գնահատականներում նշվում է, որ այս պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում հնարավոր Միացյալ Նահանգների դիրքերի թուլացում։ Եվ նաև իհարկե, որը շատ այսպես իհարկե առարկայական է եւ նկատելի է, Միացյալ Նահանգների ներգրավվածության թուլացում այն բոլոր պրոյեկտներում, որտեղ կար Միացյալ Նահանգների ներկայացում, ձեռք են բերվել պայմանավորությունները, պետք է ընթաց ստանալ։ Դիցուք օրինակ TRIP նախագծի իրականացման հանգամանք, հա, եւ անգամ կարծիքներ կան, որ TRIP-ը կարա ուրեմն օրակարգից դուրս մնա եւ այլն։ Վիժեցվի։ Այո, բայց այս նույն հարցն էլ որ քննարկում է, թե լայն կոնտեքստում նայում ենք, նույն ապաշրջափակման գործընթացի համատեքստում է, եւ ինչու ոչ նաեւ TRIP նախագծի այսպես ավելի ինլայնման հնարավորությունների համատեքստում, որտեղ TRIP-ը ինքը եթե վերաբերում է Հայաստանի կոնկրետ տարածքի մի հատվածին, բայց այդ կապող գործարկումը ինքը ընդհանուր առմամբ կարող է նպաստել ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը եւ նախկինում եղած եւ կամ նոր կապուղիների ստեղծմանը, հնարավորություն ստեղծելու այդ միջին միջանցքի նաեւ Հայաստանի տարածքով ուրեմն իրականացմանը, հա, իսկ կարծում որ Միացյալ Նահանգների եւ Բրյուսելի հայտարարությունները խոսում են այն մասին, որ չնայած այդ կոնֆլիկտին դեռևս Վաշինգտոնն ու Բրյուսելը շարունակում են հետաքրքրված մնալ պրոցեսներով ակնդետ կերպով հետևել դրանց եւ իհարկե արձագանքել ըստ անհրաժեշտության։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ Բրյուսելը կամ ավելի ճիշտ Միացյալ Նահանգները ցանկանում են TRIP-ի տրամաբանությունը հասցնել հայ-թուրքական սահման։ Առաջնային նշանակություն այդ հայտարարության չեզոքացնել այն տարբեր քարոզչական դրսևորումները, որոնք խոսում են որ Միացյալ Նահանգների դիրքերը թուլացել են կամ Միացյալ Նահանգները այստեղ հետաքրքրություն չունեն։ Հա, հիշեցնել իրենց։ Հիշեցնել եւ բավականաչափ արագ, միանգամից ընդ որում, միանգամից շատ արագ եղավ հանդիպման մասին տեղեկատվության տարածումը, որից հետո եղավ նաեւ այդ հայտարարությունները։ Իսկ ինչ վերաբերում է արդեն ձեր ուղիղ հարցին, ես կարծում եմ, որ եթե այստեղ այս պրոյեկտում կա բիզնես տրամաբանություն, իսկ այդ տրամաբանությունը վստահաբար կար, դու Միացյալ Նահանգների այլ պարագայում չէր գալու։ Այո։ Բնականաբար այս բիզնես տրամաբանության շրջանակներում նախագիծը լիարժեք չի լինի, եթե Թուրքիա-Հայաստան կապը չլինի եւ հատկապես Ադրբեջանից դեպի կամ ընդհանրապես կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա, Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ճանապարհներն առավելապես Հայաստանի տարածքով չանցնեն, որտեվ հենց այս տրամաբանության մեջ է որ նաեւ TRIP-ի կշիռը կարող է մեծանալ, ուրեմն ամբողջ շահագրգիռ կողմերի համար, իսկ ես կարծում եմ որ Միացյալ Նահանգները ոչ միայն իրենց քաղաքականությունն է, ոչ միայն այսպես քաղաքական կամ ռազմավարական եւ նաեւ նույն այդ հայտարարությունները, ընդհանրապես քաղաքականությունը եւ դրա մեթոդոլոգիան ոչ միայն քաղաքական ռազմավարական, այլ նաեւ տնտեսական շահերի հետևից գնալու եւ Միացյալ Նահանգների տնտեսական շահերը առաջնային օրակարգ մղելուն են ուղղված։ Իսկ այստեղ կրկնում եմ կոնկրետ TRIP նախագիծը Միացյալ Նահանգների համար ռազմավարականից բացի նաեւ շատ կարեւոր տնտեսական նշանակություն ունի։ Շատ լավ, հարակից հարցել, եթե խոսում ենք դա աստված որ բացվի եւ իրականացվի Կառս Գյումրի երկաթողին, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, որ եթե Թուրքիան այլ
երկաթուղի է կառուցում, այն էլ իր համար տնտեսական բավական բարդ պայմաններում վարկ է վերցնում, ինչու պետք է շահագրգռված լինի, անկախ ամեն ինչից, եթե անգամ ցանկություն չունենա Հայաստանի միտումնավոր դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից կոմունիկացիան, ինչու պետք է շահագրգռված լինի Գյումրի Կարս երկաթուղով։ Դե ամեն դեպքում այս երկաթուղին Թուրքիայի տնտեսության համար այնքան էլ ծախսատար չէ եւ որպես այլընտրանք պետք է լինի, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան ընդհանրապես ներկայում անգամ Ադրբեջանի կարգի պետությունները, որոնք ունեն միջազգային նշանակության նախագծեր, իրենք միշտ այլընտրանքային ճանապարհներ, երթուղիներ են փնտրում։ Թուրքիայի պարագայում եւս, հա, պետք է լինի այդ ճանապարհը, որտեղ սա ավելի եթե trip նախագիծն իրականանա, հա, Հայաստան տարածքով դեպի Ադրբեջան կապը ավելի արագ իրականանալի ուրեմն երթուղի է, քան Թուրքիայի տարածքով այդ Կարսից Դիլիջու նախագիծը։ Այսինքն սա առաջել կդնենք այն իմաստով, որ արդեն պատրաստի եւ քաղաքական առումով, այսինքն ավելի շատ քաղաքական քայլ է։ Եվ բացի դրանից իհարկե լոգիստիկա առումով, որտեղ կրկնում, հա, այդ կարգի պետությունները իրենք միշտ փորձում են այլընտրանքներ ստեղծել, որպեսզի կարողանան դրանք օգտագործել։ Ընդ որում Հայաստանի տարածքով ոչ միայն Նախիջևան, մենք միակողման ենք միշտ թրիպի տրամաբանության մեջ ենք նայում եւ դա շատ վատ է։ Այսինքն ոչ միայն դեպի Նախիջևան եւ Նախիջևանից Ադրբեջան երթուղին պետք է դիտարկենք, այլ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա, որը հնարավոր ամենակարճ ճանապարհն է, որտեղ Վրաստանով կա երթուղին այս պահին գործող, բայց Հայաստանում եւ Հայաստանի տարածքով հնարավոր երթուղին լինելու է ամենակարճը եւ ամենամատչելին։ Եվ բացի դրանից հիպոթետիկ անգամ Հայաստանի տարածքով երթուղու գոյությունը ինքը հնարավորություն է Վրաստանի վրա ճնշումն ավելի մեծացնելու այլընտրանքի տարբեր։ Այսինքն մենք միշտ այսպես մեկ գծով ենք նայում, բայց հատկապես այսպես առևտրականի հոտառություն ունեցող մեր հարևաններ, արևելյան հարևանները իդեպ այդպեսին են, հա, իրենք այլընտրանքներ ստեղծում են նաև գործող կամ այլընտրանքների մասին խոսույց ստեղծում են նաև գործող գործընկերների վրա ճնշում գործադրելու եւ նրանցից նոր ինչ-որ զիջումներ կամ առավելություններ կորզելու համար։ Այս համատեքստում կուզեի խոսել Իրանի գործոնի մասին, բավական հետաքրքիր է այն առումով, որ Օրբելի կենտրոնի նաև հրավիրած պանելային քննարկմանը նույնպես Իրանի դեսպանը խոսեց թրիփի մասին, նշելով ոչ միանշանակ իր դիրքորոշումը արտահայտելով, այստեղ հետաքրքիր է, որ սկզբնապես պաշտոնական դիրքորոշումը այն է, որ նրանք նշում էին, որ բոլոր մանրամասնությունները հաշվի են առնված եւ Իրանը խնդիր չի տեսնում։ Այստեղ եւ Իրանի դիրքորոշման մեջ ինչ որ փոփոխություններ նկատվում են ըստ թե բնականաբար դիրքորոշման մեջ փոփոխություններ նկատվում են եւ գիտեք իրենք բացահայտ դեմ չեն արտահայտվել, իրենք խոսել են նախագծի իրականացման իրատեսականության մասին եւ կոնկրետությունների բացակայությունից։ Այսինքն իրենց հիմնական մոտեցումը դա եղել եւ թե դեսպանն է հայտարարել եւ թե փոխարգոսնախարարը, որը ժամանել էր հունվարին Երևան, որ եթե Հայաստանը ցանկանում է, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա պայմանավորություն եւ Հայաստանի համար ընդունելի է, ապա իրենք դեմ չեն դրան։ Այսինքն նախագիծ, որը չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականություն, նախագիծ, որը չի խախտում Իրան-Հայաստան սահմանի գոյությունը, հա, կամ չի սպառնում դրան։ Էլի ներկայացնում են նրանով, որ եթե դեմ դիրքորոշում ունեն, որ դա ոչ թե իրենց շահերով է պայմանավորված, այլ Հայաստանի իրավունքներով եւ հնարավորություններով, բայց այնուամենայնիվ այս պահին, քանի որ Միացյալ Նահանգների հետ կա անորոշություն եւ այս պահին կանխատեսելի հակամարտության շարունակականություն, որտեղ չի երևում հանգուցալուծման հնարավորություն այնուամենայնիվ, իրենք փորձել են բոլոր ուղղություններով լծակներն օգտագործել։ Այսինքն նույն թրիպը ես կարծում եմ
որ թրիպի մասով մեծ է հավանականությունը, որ իրանական կողմը աստիճանաբար կարող է փոխել կոշտ 13 տրամաբանությունը։ Այո, հնարավոր է, որովհետև եթե նկատել եք ցանկացած հնարավորություն օգտագործում եք քարոզչական առումով այս բանը եւ նաեւ այսպես բանակցությունների ընթառաջ սեփական դիրքերն ամրապնդելու նույն Հորմուզի նեղուցի հետ կապված այդ process-ները դեռևս կային հստակ պայմանավորություն, որ կողմից որևէ մեկը ստեցան խոստացել է որ անել, բայց չի անում։ Հակառակը անում են հակառակ գործողություններ, որպեսզի բանակցային դիրքերն իրենց ամրապնդեն։ Այսինքն այդ ռազմավարական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումներն ավելի ամրապնդեն։ Նույն տարածաշրջանում ունենք Լիբանանի հետ ընթացող process-ներ, իբր պետք է հրադադար, բայց այդ հրադադարը այդպես էլ չի ֆիքս, ոնց որ Գազայի պարագայում էր։ Իրանական կողմը ցանկացած ինչ որ հնարավոր գործողություն մանևրի տեսքով անգամ, հա, ինչ որ այցի ընթացքում ինչ որ հայտարարություն եւ այլն, հա, դա օգտագործում է էլի իր բանակցային դիրքերն ամրապնդելու մեր տարածաշրջանում կոնկրետ թրիպ նախագիծը եւ դրա հետ կապված Իրանի դիրքորոշումը կարծում նաեւ նման գործիք կարող է օգտագործվել Իրանի կողմից, որքանով էլ դուք էլ արձանագրեցիք փաստացի, որ Իրանի դեսպանի խոսքերում որոշակի, այսինքն դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն նկատվում է, կան ոչ թե բովանդակային առումով, այլ էլի տրամադրվածության առումով կապված նախագծի անորոշության հետ կապված։ Անորոշության հետ կապված։ Բայց մյուս կողմից էլ այս հարցը նաև տվեցի, որ նաև արձանագրենք, որ հակառակն էլ կա, ըստ իս նաև իրանական կողմում էլ կա, չասեմ ոգևորվածություն, բայց լավատեսություն, որ նրանք կարող են կապվել երկու ջուղաներով Հայաստանին։ Այսինքն Իրան, Նախիջևան, Հայաստան եւ դուրս կան արտաքին։ Սա շատ կարևոր փոփոխություն է։ Այո, սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետեւ տեսեք ի սկզբանե անցած ամիսներ եւ ընդ որում սա նոր նկատվող փոփոխություն է։ Իրենք երբ որ խոսում են այդ անորոշության մասին, երբ որ մենք հարց ենք ուղում, ասում ենք որ ձեր կողմից չենք տեսնում օրինակ դրական արձագանք հնարավորությունների մասին խոսում։ Ես ինքս առիթ եղել եմ թե դեսպանը մեծ հարցը տվել եւ թե այլ իրանցի գործընկերներ։ Օրինակ Թուրքիան ողջունում է, հա, ասենք, չգիտեմ, անգամ Վրաստանը ողջունում է, էլ չասած տարածաշրջանի երկրները, Կենտրոնական Ասիա, ամբողջ աշխարհը ողջունում է իրանական կողմից զգուշավոր հայտարարություն, բացի դրանից կոնկրետ իրանական մասով, որ կոնկրետ Թեհրանը կարող է առանձին հենց նախագծի կամ դրա առանձին հատվածի ուղիղ շահառուն լինել, ոչ միայն այդ մասին չի խոսում, այլև լավ կարող են չխոսել, բայց գոնե կարող են ինչ-որ նախագծեր դիտարկել եւ առաջընթաց քայլեր իրականացնել, որ եթե պրակտիկ կերպով նախագիծը իրականացվի, ապա Իրանը անպայման իր շահերը այդտեղ պետք է ունենա։ Իրենք հակառակ տրամաբանությամբ են գործում, իրենք ռուսական, մենք անգամից համեմատում են ռուսական դիրքորոշման հետ, ասենք Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները երբ որ համեմատում ենք, տեսեք, ռուսական կողմը էլի դժկամությամբ, բայց ինքնասպել եթե թրիպ պետք է լինի, եթե նման process պետք է լինի, ապա Ռուսաստանի ներգրավությունը որևէ մեկը չի կարող բացառել, որովհետեւ մենք ենք ենթադրենք այդ երկաթուղիների կոնցենսիայի այս պահին պատասխանատուն Հայաստանը Եվրոպական միության Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այստեղ Ռուսաստանի շահերը եւս պետք է հաշվի առնել ռուս սահմանապահներ կան այդ տարածքում, այսինքն Ռուսաստանի բոլոր հնարավորություններն օգտագործել ցույց տալու համար որ եթե ինչ որ process գնալ է Ռուսաստանը պետք է դրան մասնակից լինի։ Իրական կողմը իր մասնակցության մասին չէր խոսում։ Հակառակը անընդհատ անորոշություն ոնց որ այդ անորոշության հիման վրա իր դիրքորոշումը ներկայացնելով փաստացի իր շահերը չէր առաջվում, հակառակը պետք է լիներ։ Ես միշտ իրենց այդ հանդիպումների ընթացքում կոչ անում առարկայական սկսեն խոսել, այո, եթե լինի դրական կլինի, մենք էլ պատրաստ ենք, կարող ենք անգամ սկսել ենք ինչ որ նախագծեր իրականացնել կամ հաշվարկներ իրականացնել, որտեղ իրանական ջուղայից ադրբեջանական ջուղա կարծեմ երկաթգծը չի գործում, այդտեղ էլ աշխատանքներ կան անելու։ Բայց կան անելու աշխատանքները, գոնե ձևակնարում իրենք են կարող են ցույց տալ, որ ինչ որ process իրենց մոտ տեղի ունենում։
Շատ լավ, եւ վերջին հարցը նաեւ հաշվի առնելով, որ քաղաքասարակության կազմում դուք գնացել եք Ադրբեջան, այսպեսի մեկ հարց թրիփի համատեքստում հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, դուք էլ նշեցիք, որ մինչև ընտրությունները սպասողական իրավիճակ է եւ կարծեք թե ադրբեջանական կողմից ակտիվ քայլեր չեն նշмарվում, կա կարծիք այն մասին, որ իրականում այն պահանջները, որոնք դնում են ադրբեջանական կողմը դիցկոնակ սահմանադրության փոփոխություն եւ այլն, դրանք իրականում պատրվակ են, որովհետեւ գուցե եւ Հայաստանի ժողովրդավար գործընթացների բերումով այդպիսի արդյունք չստացվի, ինչպես իրենք են պատկերացնում, եւ հետեւաբար գլխավոր խնդիրը ադրբեջանական կողմի համար մնում է թրիփ նախագիծը փորձել հնարավորինս այնպես անել, որպեսզի հնարավորինս իրենց պայմաններով լինի կամ իրենց պատկերացրածի համաձայն։ Այսինքն գլխավոր պայմանն ու գլխավոր թնջուկը իրենց համար թրիփն է։ Կա նման տպավորություն։ Դրանով են պայմանավորելու հայ-ադրբեջանական ընդ որում ասեմ ձեզ, որ այդ կարծիքը ես ունեցել եմ մինչև Ադրբեջան գնալն էլ, այսինքն երբ որ թրիփի, այսինքն օգոստոսից հետո, երբ որ ընթանում են տարբեր զուգահեռ process-ներ, այսպես ասած խաղաղության ամրապնդման, ակնհայտ կերպով երևում է, որ ադրբեջանական կողմի համար առանցքայինը եւ նաեւ անգամ մինչեւ օգոստոսի 8-ը, երբ որ ադրբեջանական կողմը խաղաղության համաձայնագրի ստորագրումը պայմանավորում էր Հայաստանի սահմանադրության փոփոխությամբ, որտեղ դա այնքան արհեստական հարց է, բայց դրա հիմնական նպատակը ժամանակ ձգելն էր ստորագրման, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրման գործիքը Հայաստանի վրա որպես ճնշման լծակ օգտագործելու նպատակ էր հետապնդում ավելի շատ։ Այս պարագայում էլ այդից հետո այդ տեսակետը ավելի ամրապնդվեց։ Այսինքն իրենց համար ամենաառանցքային հարցը դա թրիփ նախագիծն է, այսինքն Ադրբեջան Նախիջևան կապը, այլընտրանքային կապը իրենց համար օրակարգային խնդիր եւ ես չեմ ընդունում այն տեսակետները, որ նաեւ նախորդին մեր ֆորումի, մեր գլորսեղանի ընթացքում հնչեցին, որ եթե Իրանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվում են, եթե ենթադրենք Իրանի Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորվում են, ապա Ադրբեջանը այլընտրանքի կարիք չի ունենալու։ Ես այդպես չեմ կարծում, Ադրբեջանի համար այլընտրանքը եւ հատկապես հենց թրիփի տեսքով այլընտրանքը ռազմավարական խնդիր է։ Իրենց պետք է հենց Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ, այսինքն, այսպես ասեմ, այս կապուղու Ադրբեջան Նախիջևան կապուղու համար ամենաընդունելի տարբերակը իհարկե Ադրբեջանի եւ ոչ իրատեսական իհարկե տարբերակը կլներ, եթե այդ ճանապարհը կամ այդ կապուղին ամբողջովներ ադրբեջանական վերահսկողության տակ, որը կրկնում եմ իրական չէ եւ իրենք էլ հասկացան, որ դա իրական եւ իրատեսական չէ։ Բայց երկրորդ ընդունելի տարբերակը իրենց համար նայեք չեմ էլ ասում Թուրքիայի վերահսկողությամբ, այլ հենց Միացյալ Նահանգների վերահսկողությամբ այդ պրոյեկտի իրականացումն է, ինչու որտեղ իրենց գնահատմամբ Միացյալ Նահանգները այն միայն դերակատարն է, միակ դերակատարն է աշխարհում, որ կարողանա բալանսավորել բոլոր հնարավոր ճնշումները, բոլոր հնարավոր շահերը, որոնք կան այդ կապողու նկատմամբ, դա թե Ռուսաստանի շահերն են, սպառնալիք չեն տեսնում, այո, թե Ռուսաստանի շահերն են, թե Իրանի շահերն են, թե գուցե Թուրքիայի կողմից հետագայում ինչ-որ դիրքորոշման փոփոխություններն են եւ այլն, հա։ Тэгэхээр Միացյալ Նահանգները այն դերակատարն է, որ ունի այն ռեսուրսները, որը կարողանա այդ ճանապարհի լիարժեք կատարել, որ իրենց համար ամենակարևոր հարցադրումը հենց այն էր, որ պետք է այնպիսի երաշխավոր այդ ճանապարհի, որպեսզի ինքը, ասենք, օրինակ ոնց որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության պայմանավորված ինչ որ կերպ չփակվի, օրինակ ոնց որ եղավ 90-ական թվականներին, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց է առաջանում, հա, եթե դիցուք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնֆլիկտը շարունակվի եւ ավելի խորանա, ինչպես է կանոնելու Միացյալ Նահանգները այդ ճանապարհի անվտանգությունն ապահովել, հա, այս էլ արդեն երկրորդ հարցն է, որ տրամաբանորեն գալիս է եւ մենք փորձում ենք ուղղել հասկանալու համար իրենց դիրքորոշումը, որ ենթադրենք այս կոնֆլիկտը շարունակվում է, պետք է փորձել այլ ուղղություններով էլ ինչ որ քայլեր անել, այլ չսպասել թրիփին, բայց
ինչպես արդեն նշեցի, հասկացանք, որ իրենք ամեն ինչ պայմանավորվում են թրիպով։ Ապաշրջափակումը ամբողջովին պայմանավորվում են թրիպով։ Եթե թրիպը չլինի, չեմ կարծում, որ մյուս ճանապարհները գուցե ինչ որ իրավիճակային առումով, ասենք, այդ ապաշրջափակում լինի։ Ենթադրենք ինչ որ փուլ գա, որ սահմանային անցումը ստանալության լինի, ոնց որ մենք ցամաքով գնացինք եւ եկանք։ Գուցե ինչ որ փուլում արդեն նաեւ այդ անցումները բեռնատարների համար լինեն, բայց չեմ կարծում, որ դա ինչ որ գործուն ճանապարհ է լինելու երաշխավորված երկարաժամկետ, քանի դեռ թրիպի հարցը ամբողջովին լուծված չէ եւ իրենց համար պարզ ու տեսանելի չէ։ Իրենք դետալային առում ինչեւ չտեսնեն, չհասկանան ինչ է լինելու այդ նախագծով եւ չտեսնեն, որ գետնի վրա տեղ ունենουν process-ներ, որտեղ իրանց մոտ էլ ոնց է մեզ մոտ չէ, շատ մեծ է, մենք գնացել ենք, եկել ենք այդ փորձագիտական շփումները շատ ակտիվ շարունակվում են եւ այլն, բայց այդ անվստահությունը կա եւ այդ անվտանգությունը թե հասարակական մակարդակում եւ թե շատ ավելի բարձր իշխանությունների մակարդակում առկա է երկու երկրներին, որ լավ, եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ի վերջո պայմանավորվածություն լինի մոտ ձեռք բերել, հնարավոր է որ Միացյալ Նահանգների համար թրիպի նշանակությունը նվազի։ Էլի դժվար է ասել։ Դա էլ հիպոթետիկ տեսական սցենար է, որտեվ ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը ենթադրենք նույն հնարավորությունները տալու է կամ Միացյալ Նահանգների, այսպես ավելի ճիշտ կլինի հարցը տեսակետս ձևակերպեմ, Միացյալ Նահանգների համար, ասենք Իրանում ստեղծելու այնպիսի հնարավորություն, ինչպես օրինակ Հայաստանի տարածքով թրիպի մասով, այն կոնկրետ ներգրավվածություն եւ կոնկրետ տնտեսական շահերով տեսլական։ Դա բացի դրանից չպետք է մոռանալ, եթե անգամ այդ Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորվում են, տարածաշրջանային մրցակցության ձևաչափը չի փոխում։ Իրանը եւ Թուրքիան իրենք պատմականորեն այս տարածաշրջանում մրցակիցներ են։ Ռազմավարական, ինչպես Ադրբեջանը Իրանի հետ եւ այո, այսինքն այդ լինելու է, որտեւ իրենք ավելի երկարաժամկետ տեսլականով են հաշվարկում իրենց քայլերը։ Այսօր հայո կա ենթադրենք ավելի ընդունելի իշխանություն երկու երկրներում, այդ հարաբերությունները դրական մրցակցության ձևաչափում կգնա։ Վաղը դա կարող է փոխվել, որտեղ պատմության մեջ ոչ կոնֆլիկտն է հավերժ, ոչ խաղաղությունն է հավերժ, եւ այս տարածաշրջանում մենք բազմիցս դրա օրինակները տեսնենք։ Այսինքն որ այլընտրանքները միշտ պետք է լինելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։